Բարև ձեզ, սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, FM 106 եւ 5 հաճախականության վրա են ձեր ռադիոընթունիչները։ Եթե դուք մեզ լսում եք կամ դուք մեզ դիտում եք լրատվական ռադիոյի կամ գործարար ալիքի թվային հարթակներից որևէ մեկում, սա Modus Vivendi-ն է, Արա Պապյանի հեղինակային հաղորդաշարը, այն ձեզ համար Դավիթ Խումարյանն է վարում, երկրորդ խոսափողի մոտ եւ առաջին խոսափողի մոտ հերավար Արա Պապյանը։ Ողջույն, պարոն Պապյան։ Բարև ձեզ։ Այսօր որոշել ենք խոսել աշխարհին հետաքրքրող երկու ամենախոշոր կոնֆլիկտներից։ Խոսքը գնում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի կոնֆլիկտի մասին եւ Միացյալ Նահանգներ եւ Պարսկաստան կոնֆլիկտի մասին։ Ռուս-ուկրաինական կոնֆլիկտը, ինչպես դուք գիտեք, տաք ֆազայի մեջ է։ Պարսիկ-ամերիկյանը, Իրան-ամերիկյանը դեռ սառը ֆազայի մեջ է, բայց երկու ուղղությամբ էլ բանակցություններ են գնում։ Պարոն Պապյան, մոտ կոնֆլիկտից սկսենք, հա, երևի թե սկսենք Պարսկաստան Միացյալ Նահանգներ, որը մեզ աշխարհագրական ավելի մոտ է։ Բանակցությունների մի քանի էտապ կա, բայց կարծես թե ավարտին չի մոտենում։ Ինչն է խնդիրը։ Ցանկացած դիմակայություն, որպիսի ավարտվի եւ չվերածի հակամարտության, հատկապես պատերազմի, ուրեմն կողմերը պիտի իրենց արժեվ դրած խնդիրները իրականացնեն։ Միացյալ Նահանգների խնդիրն է, նպատակն է առնվազն երկու կարևորագույն պարտավորություն գործել Իրանից, ամրագրել եւ ոչ միայն ամրագրել, այլ դարձնել իրականություն։ Մեկը հրաժարում ատոմային միջուկային ծրագրից, մյուսը հրաժարում բալեստիկ ծրագրից, այսինքն այդ հրթիռների ստեղծումը։ Այդտեղ եւ Միացյալ Նահանգների ուղղակի շահը կա, եւ տարբեր արաբական երկրների շահը կա, եւ Իսրայելի շահը կա, այսինքն այդ նպատակների իրականացման հարցում։ Հիմա կարծեք թե մշտապես մոտենում են գոնե մի հարցին, կամ հայտարարվում է, որ այդ միջուկային ծրագրի շուրջ որոշակի պայմանավորվածություններ կար, Իրանը հայտնում է, որ ինքը պատրաստ է գնալ բանակցությունների, բայց նախապայմաններ ունի եւ այլն, իսկ ընդհանրապես այդ բալիստիկ հրթիռների հարցը չի շոշափվում։ Հետևաբար պարբերաբար խնդիրը, ինչպես դուք ասացիք, դառնում է տաք կոնֆլիկտ, այսինքն պատերազմի ավերածում, մենք ականատես եղանք Իսրայելա իրանական 12-օրյա պատերազմին եւ այսպեսի փուլ է գնում։ Հիմա կարծեք թե բանակցությունները գնում են էլի, բայց դեռևս այսպես ասենք որևէ կողմը իրեն լիապես բավարարված չի զգում։ Ես այստեղ մի հետաքրքիր մանրամասն բացեմ կապված մեզ հետ, որտեղ այս հակամարտությունը կամ դիմակայությունը նոր չի, տասնամյակներ շարունակ, ըստ էության 79 թվականից ի վեր կա։ Բնականաբար մենք լինելով միակ քրիստոնյա սահմանակից հարևանը Իրանի համար այդ առումով էլ նաև կարևոր ենք, որ շատերն ասում են, բա դուք ինչու այսպես են ներկայացնում հարցը, բա այդքան կարևոր է այդ 42 կիլոմետրը, որի համար Ամերիկան, չգիտեմ, ուզենա շրջափակի կամ բացի, այո, շատ կարևոր է, որտեղ դա ոչ միայն այսպես ասած միջանցք է, ոչ միայն երթուղի է, այլ քաղաքակրթական եւ միջկրոնական գործոն է, ցույց տալու համար, այո, մենք իսլամական հանրապետություն ենք, բայց ինչքան էլ իսլամական ենք, միևնույն է, ոնց որ ասած մենք բան ենք, դրա չենք վերածում ինքնանպատակ։ Հիմա այդ իսկ պատճառով դեռևս տարիներ առաջ ես որպես մասնավոր անձ խոսել եմ իրանական բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ հետո էլ խոսեցի ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ հետեւյալ նախաձեռնությամբ, որ Երևանը դառնա այն վայրը, որտեղ այդ ժամանակ Ժնևում էին ընթանում գաղտնի բանակցությունները, որ գոնե բանակցությունների մի փուլը Երևանում ընթանա եւ որոշակի ինչ որ բաներ ստորագրեցին, Երևան դառնա հիմնական բեմը։ Երբ որ այսպես կոչված հեղափոխությունը եղավ, ես այս նոր իշխանություններին էլ էլի դիմեցի այդ հարցով, իդեպ ասեմ եւ իրանական եւ ամերիկյան կողմը դրական էին այդ նախաձեռնությանը մոտենում, պարզապես ասում են հետեւյալը, որ դրա համար մենք պիտի ստանանք ձեր իշխանությունների պաշտոնական առաջարկը։ Ես ոգևորված, դե ժամանակ 18 թվին ոգևորությունը կար, գնացի Նիկոլ Փաշինյանի հենց այդ հարցով մերձավոր պատասխանատուներից մեկի մոտ, այն ժամանակ դեռ այդ շփումը կար այն հույսով եւ ներկայացրեց, ինքն էլ շատ ոգևորվեց այդ գաղափարով
եւ գնաց զեկուցեց Նիկոլ Փաշինյանին, ասեց քո հետ կկապվենք անպայման, սա շատ լավ ոնց որ ասած գաղափար է, բայց այդ գաղափարը ինչպես շատ գաղափարներ մնացին թղթի վրա գրված։ Իհարկե, եթե Հայաստանը, Երևանը դիներ թեկուզ եւ բանակցային փուլ, մեզ համար այդ առումով լավ կլներ, որտեվ Երևանը կհայտնվեր քաղաքական քարտեզի վրա, հատկապես այդ ժամանակ այսպես հեղափոխական իմիջը դեռ կար։ Այո։ Վերջ լինելու է սրան, թե չէ, պարոն Պապյան։ Այսինքն գալու է ժամանակներ, որ մնա այս ռեժիմը Պարսկաստանում եւ Միացյալ Նահանգները հաշտվեն այդ մտքի հետ։ Սննդները կարող են հաշտվել այս ռեժիմի հետ, եթե այս ռեժիմը կատարի իր ցանկությունները։ Տեսեք, հիմա մենք ինչ ունենք։ Մենք ունենք հայկական պետություն, Հայաստանի Հանրապետություն, բայց մենք ներքնապես փոխվում ենք եւ դառնում ենք թուրքական վիլայետ։ Այն հույսով, որ եթե մենք թուրքական վիլայետ ենք, թուրքերը մեզ կհանդուրժեն, մենք Հայաստան չենք, իսկ այն հայերի երկիր չենք, անունը կարող լինի Հայաստան, Հայաստանի Հանրապետություն, եթե դու հրաժարվում ես քո նպատակներից, ազգային իղձերից, իրավունքներից, չգիտեմ, հազար այլ բաներից, օրինակ, բնականաբար ոնց որ ասած քո տեսանկյունից կոնֆլիկտ չկա եւ եթե գա այդ վիճակը որ Իրանը հրաժարվի իր համար հենց սա է հարցը ոչ էական այդ կետերից դրանք այսինքն էությունը փոխող չեն այլ դրանք ավելի շատ ռազմավարական նպատակներ են այո այդ դեպքում այս ռեժիմը վարչախումբը կդադարի լինել որպես այդպիսին եւ կկնքվի արդեն խաղաղության պայմանագիր, չգիտեմ, մյուս բարձր, որտեղ իրանք դե ֆակտո պատերազմի մեջ են, որտեղ բլոկադան եւս պատերազմական գործողությունները, որ այդ ամբողջը կա։ Բայց ես չեմ կարծում իրանական այս վարչախումբը դրան գնա, որտեղ այդ դեպքում ինքը դադարում է լինել որպես ինքը։ Դառնա ոչ ակտուալ, հա։ Այո, սա կշարունակի այնքան, ինչքան որ արդյոք ներքին դժգոհությունը կաճի այնքան որ իրականություն կդարձնի իշխանափոխությունը իսկ այդտեղ ապահովում են որ հիմնականում պիտի լինի ներքին ուժերի մասնակցությամբ արտաքին որոշակի աջակցությամբ բայց ոչ միջամտությամբ որը առայժմ մենք տեսնում ենք չի ստացվում այսինքն ներքին ուժերը դեռևս բավարար չեն կարողանալ միայնակ դա անել ամեն դեպքում ռազմական գործողությունները կսկսեն թե չէ ինչից է կախված ըստ ձեզ, պարոն Պապյան։ Բացի ամերիկյան այն հաշվարկից իրենք կկարողանան արդյոք դիմակայել կամ նվազագույնի հասցնել Իրանի հակահարվածը։ Այսինքն Իրանը դե բնականաբար պիտի պատասխանի, եթե սկսեն հրթիռակոծել եւ այլն, չի կարող Միացյալ Նահանգներին խփի Միացյալ Նահանգները որպես երկիր շատ հեռու են եւ լավ պաշտպանված, բնականաբար կամ պետք է խփի ամերիկյան թիրախներին, որոնք հասանելի են իր համար, իսկ այսօր Իրանի համար բավական հասանելի են, մինչեւ 3000 կիլոմետր ինքը կարող է խոցել, այսինքն սկսած Դիեգո Գարսիա կզոր մեծ ռազմաբազայից վերջ ասած այդ նույն Կատարում ռազմաբազան գուցե Թուրքիայում ինչ-որ ռազմաբազան եւ դաշնակիցներին, մասնավորապես Իսրայելի հարցը կա, այսինքն Իսրայելը այդտեղ առաջնեց մեկն, այսինքն կախում ունի թե ինչպիսի պատասխան կտան ռազմական մասնագետները Թրամփին, այսինքն ռիսկը ինչքանով է շատ, դրա համար կարծում եմ առայժմ այդ վախը կա, դրա համար զուսպեն ուզում են խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով իմ կարծիքով դիվանագիտական ճանապարհով այս խնդիրը լուծվելիք չի։ Եվ դուք կանխատեսում եք, որ ռազմական գործողություններ կլինեն ամեն դեպքում։ Չէ, հիմա ես օրինակ ճիշտ ասած այդ կանխատեսումը չունեմ, որովհետև չնայած մեծ ռազմատորմա կուտակել այդտեղ, որովհետև նայած ինչ ռազմական գործողություն շատ հնարավոր է որ Միացյալ Նահանգները Իսրայելին թույլ տան որ խոսքի Իսրայելը Ամերիկայի մասին չէ Իսրայելը այո կհարվածի որոշ այսպես ասանք ատոմային ծրագրի հետ առնչվող կետերի ես մի լուր կարդացի բավականին վստահելի աղբյուրներից մեկում արևմտյան մի քանի օր առաջ էր որ ասենք Իսրայելը եւս երկու գեներալ է ոչնչացրել հենց այդ Բասիջի ղեկավարներից եւ այլն իսկն այդ պայքարը գնում է Իսրայելը առայժմ ավելի անվտանգ է դիտարկում այդպես գործելը իսկ Իսրայելը նաեւ թույլ չեն տալիս որտեղ Միացյալ Նահանգներն ասում են այ դու որ խփեցիր նա պատասխանելու է քեզ է խփելու
Ես ուրեմն եկամ պիտի քեզ պաշտպանեմ, պաշտպանել նշանակում ներքաշվեմ այդ ամբողջի մեջ, լեզվի վտանգով կամ չպաշտպանեմ։ Եթե չեմ պաշտպանում, ես էլի վտանգված եմ այն առումով, որ իմ վարկն է անկրում եւ դիմացը նաեւ նոյեմբեր ամսին գիտենք, որ իրենց խորհրդարանական, այսինքն սենատի ընտրություն դահես եւ կոնգրես, այսինքն իսկ այդտեղ հրեական լոբին, աչ քրիստոնյաները բոլորը ոնց որ ասած դա կդատապարտեն, որ տեսեք սուրբ երկրին, սուրբ հողին խփում են աստոնտրալ ազգին, մենք չենք պաշտպանում որպես քրիստոնյաներ եւ այլն, դրա համար Թրամփը ինքը բավականին խոցելի վիճակում է, հատկապես հաշվի առնենք, որ մեկ ձայնի առավելություն այդանք ունեն սենատում, վարկը բավականին ընկել է եւ անընդհատ խոսակցություններ կա, որ իր impeachment-ի պաշտոնազրկման գործընթաց կարող են սկսել, այսինքն եթե հանկարծ ինքը պարտվեց առաջիկա ընտրություններում, դեմոկրատները դա կսկսեն, իսկ ինքը չի ուզում։ Impeachment-ը շատ բարդ գործընթաց է, չէ՞ ամեն դեպքում, պարոն Պապյան։ Իմ սերնդակիցները impeachment-ից կհիշեն բանի Բիլ Կլինտոնի impeachment-ի գործընթացը, որը չեմ էլ հիշում, սկսեց թե չսկսվեց, բայց ակտիվ խոսակցությունները Կլինտոնի մասին էին միայն։ Կլինտոնի մասին են բանը դա եղել է նաև կարծեմ Նիքսոնի դեմ էր այդ Watergate-ը եւ այլն բան, բայց այդտեղ հարցը հետեւյալն է, ես չեմ հիշում ես որ դա ավարտի հասցված լինի որևէ որպես կանոն կամ Կլինտոնի պարագային, իսկ Կլինտոնի պարագային տնտեսական վիճակը բավականին լավ էր, Սովետը քանդվել էր, այսպես Ամերիկան հաղթած պետություն էր Ամերիկան, այո, հաղթած կողմը։ Ամերիկան հանգիստ մտնում էր եւ խնդիրներ լուծում ամենուր, դրա համար ժողովուրդն ու քաղաքական վերնախավը բավարարված է։ Watergate-ի պարագայում այնտեղ հրաժարականներով բավարարվեցին, որպես կանոն impeachment-ի սպառնալիքը ավելի շատ այսպես է հրաժարականի պարտադրանքն է։ Այնտեղ իսկապես բավականին բարդ գործընթաց է, հատկապես հանրապետականներն էլ ուժեղ են, այդպես չի էլի որ հա թույլ են ի վերջո, այսօր իրենք նաև խորհրդարանում են մեծամասնություն։ Մենք ասենք եթե պարտվի, եթե պարտվելի, պարչի թե ինչպիսին կլինի տարբերությունը։ Եթե ամերիկա-պարսկական process-ի վերաբերյալ էլ բան չկա ավելացնելու, ռուս-ուկրաինականին անցնենք։ Մենք երկար տարիներ 4-րդ տարին, այսինքն ինչ այս կոնֆլիկտը սկսվել է, հələ միգուցե մինչև տաք ֆազան սկսելը, ձեր հետ քննարկում էինք, թե ի վերջո Ռուսաստանը հաղթանակ ասելով ինչ նկատի ունի եւ Ուկրաինան հաղթանակ ասելով ինչ նկատի ունի։ Իմ տպավորությամբ այսօր կողմերը ճշգրտում են հաղթանակ հասկացությունը, այսինքն ռուսական կողմը համարում է, եթե Խերսոնի մարզը ամբողջությամբ անցնի իրեն, ինքը կարա դա ամրագրի որպես հաղթանակ, Ուկրաինան էլ իմ տպավորությամբ համարում է, որ եթե ինքը չտա Խերսոնի այդ հատվածը, որը որ դեռևս ինքն է գետնին վերահսկում, եւ եթե ունենա զինված ուժերի բավականաչափ մարդաքանակ, որտեղ այդտեղ քննարկվում է 600-800 հազար, եթե ես չեմ սխալվում, վեճը այդ 200,000-ի շուրջ է, Ուկրաինան կհամարի, որ ինքն է հաղթե։ Ասեք, որ սկզբնական էտապներից շատ են շեղվել, որտեղ ի սկզբանե Ուկրաինան ասում էր, որ մենք պիտի վերադառնանք 91 թվականի սահմաններին, Ռուսաստանում էլ շատ տարբեր էին ասում, այսինքն Ռուսաստանում հասնում էին նրան, որ պիտի Ուկրաինա քաղաքական միավոր աշխարհի քարտեզի վրա ընդհանրապես չլինի։ Այդ ասում էին ռադիկալները, ոչ ռադիկալներն ասում էին, որ պիտի արվի դենացիֆիկացիա եւ դեմիլիտարիզացիա։ Կես միլիոնից ավելին բանակով Եվրոպայի կենտրոնում դուք հասկացաք ինձ, դրանից միլիտարիզացիա։ Այո, դեմիլիտարիզացիա չի լինում կես միլիոնից ավել բանակով, այսինքն ոչ նայակրում, ոչ նայակրում ոնց որ թե։ Նախ մինչև այդ հարցին անդրադառնալ, ես կուզենայի այս երկու հակամարտությունների այսպես պատերազմ այսպես կոչենք, որտեղ Իրանը դեռև չկա, բայց էլի պատերազմա ընդհանրությունը ընդգծել։ Որն է այս երկուսի մեջ ընդհանրական գիծը, այսինքն մի բան կա, չէ՞ որ բան։ Դա նա է, որ այս երկուսն էլ առնչվում են Չինաստանի հետ։ Եվ սրա մասին մենք շատ ենք խոսել, որ ներկա աշխարհում համաշխարհային թիվ 1 դիմակայություն այդ առանցքը, որի շուրջ մնացածը պատտվում են ու հացանցվում են որից, դա ամերիկա-չինական մրցակցությունն է, դիմակայությունը եւ ապագա հակամարտությունը, գուցե պատերազմը։ Դրա համար Ամերիկան լավ հասկանալով, որ ինքը չի կարող ուղղակի պատերազմում Չինաստանին հաղթել, այսինքն հաշվի առնելով նրա մարդկային եւ տնտեսական ռեսուրսները,
ինքը ինչ պիտի անի, ինչպես ցանկացած խնդիր ու ոնց ես լուծում, կամ մեծ խնդիր, դու թույլատնում ես այդ մեծ խնդիրը, այսինքն դու ասենք Իրանն էս պիտի, որը Իրանը կարևոր գործոն է Չինաստանի տնտեսության մեջ 20 եւ ավել տոկոս նավթի մատակարարում, ճանապարհներ, մենք խոսել ենք Հնդկաստանից Իրանի վրայով մրցակից ապրանքները Եվրոմիության շուկա տնտեսության հարված նույնն էլ Ռուսաստանի վրայով էր։ Այսօր ըստ էության ինչի է հիմա այս հարավային Կովկասը եւ սա տրիպ-մրիպ մեջտեղ եկել։ Եվ որտեղ երբ որ նայում ես ցամաքային ճանապարհին, բանից սպիտակ ծովից մինչև սև ծով փակ է, որ ասենք Չինաստանը չի կարող բան արտահանի, այն հայտնի տրանսսիբիրյան երկաթուղին եւ այլն, Իրանն էլ էլի փակ է ցամաքային։ Այն մնացել է հարավային Կովկասը։ Այս սրա համար այս տրիպի կարևորությունը սա է։ Չլներ այս երկուհակամարտություն չլներ իրանցում է պետք է տրիպ մրիպ ինքը առանձնապես ոնց որ ասած խնդի լուծող չէ։ Էսա։ Հիմա դրա համար ամեն պարագային այսպես ենք Միացյալ Նահանգները իր խնդիրը լուծում է։ Կարողացել է այդ առումով բլոկադայի։ Հիմա գանք արդյոք հաղթանակ կլինի Ուկրաինայի համար։ Եթե Խերսոնը միացվի եւ Ռուսաստանը այն ինչ որ գրավել է մի բան էլ ավել պահի, Պուտինը կարա ներկայացնի հաղթանակ։ Տեսեք, կռիվը որ սկսեցիք մենք սա ունենք, հիմա ավելին ունենք։ Ճիշտ է, այն նպատակների իսկույն կմոռանան չեն խոսա դեմիլիտարիզացիա, դենացիֆիկացիա, բան, կասեն հեսա, մենք սաբիրացել զիմել ռուսկիխ։ Այո։ Այսինքն ես եկել եմ, գրավել եմ իմնա Ուկրաինայի 20-25%-ը։ Այ արդեն Զելենսկու համար էստեղ խնդիր կլինի այն առումով, որտեղ իրանք կասեն, որ եղբայր, եթե այս ամբողջը պիտի հանձնեիր եւ ավելիով հանձնեիր, այսինքն ստացվում է մեր նման, մենք ի վերջո ստորագրելով այդ նոյեմբերի 10-ի փաստաթուղթ ավելին տվեցին, քան գրավել էին։ Դերավոր հարց է առաջանում, բայց դեպքում այդ կռվելու իմաստը ո՞րն էր, գլխից հանձնեիր։ Եվ 100,000 զոհեր են տվել տնտեսության կորուստ։ Դրա համար այստեղ պիտի Զելենսկին ինքը հաշվարկի եւ իր շրջապատը, արդյոք եթե համաձայնում են դրան, իրենք ոնց են դրա տակից դուրս գալիս, որովհետեւ պիտի հստակ հասկանան, որ Ուկրաինայում կա մի խավ, դա հատկապես այդ արևմտյան Ուկրաինայի այդ կողմի բնակիչները, ժողովուրդները, որոնք պատրաստ են դեռ կռվելու։ Միգուցե արևելյան կողմը ավելի հոգնած է կամ ինքը ավելի միշտ ռուսների նկատմամբ ավելի մեղմ տրամադրված է, արևմուտքում այդպես չի եղել, եւ սա կարող է հանգեցնի ներքին պառակտման, այսինքն քաղաքական դաշտում, որը կարող է հանգեցնի շատ ծանր հետևանքների, այսինքն այդ մարդիկ, որոնք ռազմաճակատից 100,000-ով վերադառնան զինված եւ ռազմական փորձով, արդյոք կթողեն, որ Զելենսկին մնա իշխանության, որևէ պարտվողական իշխանություն, եւ պիտի դիտարկեն, որ պետք է կռիվը շարունակել։ Առավել եւս, որ Եվրոպան, անկախ Միացյալ Նահանգների այս տատանվող քաղաքականությունը, մի օր օգնում է, մի օր չի օգնում, Եվրոպան շարունակել է օգնել։ Դրա համար ես կարծում եմ այդտեղ էլ այդ բանը չի, ոչ մի համաձայնություն չէ, դեռևս այս կռիվը կշարունակվի, ուղղակի պատային վիճակ է, մենք էլի ենք ասել, որ կողմերից որևէ մեկը չունի բացարձակ գերակայություն, մյուսին ռազմի դաշտում պարտության մատնելու։ Պատահական չի, որ վերջի պատերազմի ստեղծան վերջի 3 տարում, այսինքն ամենաերկար ժամանակահատվածում, այնտեղ 1-2%-ի տարածքի տարբերություն է եղել։ Փոփոխություն չի եղել ֆրոնտում, այո։ Հա, ըստ էության դա 600,000 քառակուսի կիլոմետրանոց երկրի համար Ուկրաինայի մինչև 10,000 քառակուսի կիլոմետր է տարբերություն տվել, որը թիվ չի, էլի։ Դրա համար կարծում եմ այդ էլի շարունակվելու է, որտեղ եվրոպացիք են արդեն գործարկել իրենց ռազմական արտադրությունը շատացնելու, բանակ ուժեղացնելու քաղաքականությունը։ Նայեք Լեհաստանի ռազմական ծախսերի մեծացումը հսկայական, նայեք Բալթյան երկրների, որոնք առաջիկից են, նայեք գերմանացիները եւ այլն, եւ առաջին անգամ նույն գերմանացիք, այսինքն հանդես են գալիս, այսինքն լուրջ բանակ ստեղծելու եւ ոչ միայն ստեղծելու իրենց կամքով, որոնք իրենք էլ դեմ են։ Ես հիշում եմ դեռևս 2 տարի առաջ կառավարող կուսակցության ղեկավարներից մեկի հետ էի Բերլինում հանդիպում, ու ես խնդրեցի, ասի, ես ուզում եմ, որ
Գերմանիան ավելի շատ ներգրավված լինի հարավային Կովկասում, Հայաստանում, հատկապես այդ Եվրոմիության դիտորդների, մի տեսակ sense բարի ծիծաղեց, ասի ինչ է ծիծաղ, ասեմ գիտեք զարմանալին որն է, 2 օր առաջ նույն բանը ամերիկացիք են մեզանից խնդրել, առաջ ամերիկացիք թույլ չէին տալիս, որ մենք ռազմական ուժը զարգացնենք եւ իսկ ասում հիմա իրանք են խնդրում, ասում դուք էլ եկել եք, ասի դե մենք Ամերիկա չենք, բայց ամեն դեպքում խնդրում եմ որտեղ մեզ ձեռնատու է, այսինքն ձեր ներկայությունը Եվրոմիության այդ դիտորդների եւ այլն։ Այո, Գերմանիայի դերը այդ առումով մեծանալու է եւ Գերմանիայում էլ կան ուժեր, որոնք ուզում են վերականգնել Գերմանիայի նաեւ ռազմական զորությունը։ Ես այս անցյալ տարի էլ Գերմանիայում հանդիպեցի, այս անգամ ընդդիմության թևի հետ եւ շատ հետաքրքիր էր այն անձը ով որ զբաղվում է Հայաստանով, ասենք Բունդեստագի անդամներից մեկը, այո, շատ հետաքրքիր է, այնտեղ կա հանձնաժողով կոչվում է Արևելյան սահմանի հանձնաժողով։ Ես զարմացա, որ առ այսօր Լեհաստանի եւ Գերմանիայի միջեւ սահմանի հարցը դեռևս քննարկման հարց է։ Եվ կա հանձնաժողով, որը պաշտոնապես քննարկվում է։ Ճիշտ է, աղմկահարույց չի, բան չի, բայց այդ ամբողջը դեռ կա։ Այո։ Վախում են ամեն դեպքում։ Աշխարհը վախում է Գերմանիայից, շարունակում է վախենալ։ Դե գիտեք ինչ է, օրինակ նույն Ռուսաստանի պարագային էլ այդպես էր, չէ՞։ Երբ որ Ռուսաստանը խեղճ էր 90-ականներին, ինքը հազիվ ասում էր այդ բուշի բդերից տվեք ուտեմ կշտանամ։ Հետո երբ որ վիճակը լավացավ, երիտասարդ ռադիո լսողներին ասեմ, որ խոսքը բրոյլեր հավի բդերի մասին է, իրենք կոչվում էին բուշի ուդիկներ տարբերակով, որոնք որ օգնություն էին գալիս Միացյալ Նահանգներին։ Հա, եւ որը իսկապես Ռուսաստանին փրկեց հերթական սովից, սա 3-4 անգամ է, մի ես վերջի 150 տարվա մեջ, ասած հետեւյալն է, այդ վախը կա, հիմա շատերին չեն նաեւ դեմ Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ռուսական պայմաններով, ասում են նայեք, եթե մենք տալիս ենք ինչ-որ Ռուսաստանն ուզում է, մենք խաղաղություն, այդ նաև ուկրաինացիք են այդ ձև մտածում շատերը, տևական չենք հաստատում, մենք ուղղակի հնարավորություն ենք տալիս Ռուսաստանին շունչ քաշելու, եւ քանի որ ինքը չի հրաժարվում իր այսպես մեծապետական քաղաքականությունից, այ մի օր եւս մի քանի տարի հետո սա այսինքն ոչ թե խաղաղություն, այլ զինադադար մի քանի տարվա համար եւ այն նորից կվերսկսի Ռուսաստանը մեզ համար ավելի ծանր պայմաններով, որի մեջ ճշմարտություն կա, որտեղ տեսեք մեր պարագային մենք գանք էլի, այսինքն երբ որ մենք քննադատում ենք շատ բաներ, այսպես կոչված խաղաղության գործընթացում, այնտեղ հիմնական քննադատության թիրախը որն է, որ մենք Ադրբեջանի կողմից, բացի այն, որ այդ կորուստներ բան իրա հերթին, որ այնտեղ շատ առանձին հարց է, բայց ենթադրենք, որ հասարակությունն ուզում է, խնդիրն այն է, որ երաշխիքներ չկա, Ադրբեջանի կողմից մենք քայլ չենք տեսնում, եւ ամեն օր մենք տեսնում ենք, հիմա երևի կանդրադառնանք նույն Մյունխենի Ալիևի այնտեղ ներկայությանը, նրա պատասխաններին եւ համեմատությանը ստեցան հայկական կողմի համեմատությունը նացիստական Գերմանիայի հետ եւ Նյուրնբերգյան դատավարության մասին։ Մենք եկա խոսում ենք Նյուրնբերգյան դատավարության մասին, մեր իշխանությունները երբեք դա չհնչեցրեց, բայց Ալիևը հնչեցնում է։ Իսկ փորձը ցույց է տալիս, որ Ալիևը դատարկ տեղը ոչինչ չի հնչեցնում։ Այսօր դեռևս դա չի հասունացել այդ հարցը, բայց վստահ եղեք, դա գալու է, ես դա մասին ասել եմ։ Հնարավոր է մինչև հունիս ստորագրվի խաղաղության պայմանագիր, բայց ուզում եմ հիշեցնել, որ ստորագրված փաստաթուղթը դեռևս միջպետական փաստաթուղթ չի, այն պիտի սահմանադրական դատարաններով անցնի, այն պիտի խորհրդարանի հավանության արժանանա, հետո վավերացվի, դրանից հետո դառնում է միայն վավեր ուժի մեջ մտած փաստաթուղթ, որ էլի երաշխիք չի, բայց գոնե դե յուրե դու փաստաթուղթ ունես, իսկ Ալիևը դրան չի գնալու, Ալիևը երբ որ կգա ստորագրության պահը, մեզ պատահական չի Նյուրնբերգ, ես ասում եմ, որ արձանագրվի, որ հետո ասել ենք, ինքը հարց է դնելու, նացիստների ցուցակ է տալու, մի առնվազն 2000 հոգու ցուցակ է տալու, այսինքն բոլոր քիչ թե շատ ակտիվ մասնակիցներին եւ այլն, որ հանձնեք ինձ, ես իրանց դատելու եմ։ Ես մեծ Նյուրնբերգյան դատավարություն պիտի Շուշի դատավարություն պիտի կազմակերպեմ, բոլորին այնտեղ պիտի դատեմ, դուք էլ ազգովի պիտի մեղա գաք
եւ ձեր երրաբուլի վրա մի հատ հուշատախտակ փակցնեք, որ այստեղ նացիստական ռեժիմի աջակիցներն են թաղված։ Այդ գալու է այդ ամբողջը։ Այո։ Շատ վախենալու բաներ եք ասում, պարոն Այո, Պապյան։ բայց դա ցավոք սրտի ավելի վախենալու բաներ իրականություն դարձան։ Այո։ 25-րդ րոպեն մենք արդեն գերազանցել ենք, մոտ 4-5-ը դեռ ունենք։ Ես կուզեի շատ կարճ քննարկենք Միացյալ Նահանգներ Եվրոպա հարաբերությունները, որտեղ դրանք էլ են աշխարհի կարևորագույն process-ներից։ Մարկո Ռուբիոն էր եկել Վենսի փոխարեն, անցած տարի Ջեյ Դի Վենսն էր ելույթ ունեցել Մյունխենում, այս տարի Մարկո Ռուբիոն, հասկանալի է, Ռուբիոն դիվանագետ է եւ ավելի դիվանագետորեն էր շփվում եվրոպացիների հետ։ Միջազգային հարցերի փորձագետները արտասահմանցի ընդգծում են այն հանգամանքը, որ Ռուբիոն ասաց, որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան նույն մշակույթի կրողներն են եւ ամեն դեպքում իրենք անբաժան են։ Եվ տոնայնությունը Եվրոպայի մասին խոսելու փոփոխվեց։ Արդյոք փոփոխվեց նաև քաղաքականությունը Միացյալ Նահանգների Եվրոպայի հանդեպ ըստ ձեզ։ Փաթեթավորումը ես կասեի փոխվեց, որտեղ միևնույնն է Թրամփն է իրականացնող այս քաղաքականության, իսկ Թրամփի համար քաղաքականության հիմքում դոլարն է, փողը, տնտեսական շահը եւ այլն։ Թե պիտի ասել, որ Եվրոպան բավականին զիջումների գնացել է, օրինակ այն պահանջը, որ 2%, 3% ՆԱՏՕ-ի անդամ երկրները պիտի իրեն ծախսացնեն այդքան եւ այլն, արդեն ըստ էության համարյա բոլորը, իսկ արևելյան Եվրոպայի երկրները մի բան էլ ավելով անում են։ Ճիշտ է, դա այդքան Թրամփի պահանջի ընդառաջել չէր, ինչքան վախը Ռուսաստանից։ Դա կա, որոշակի բաներ կա։ Պարզապես, այո, Վենսը թեև երկուսն էլ սենատոր են եղել, եւ Վենսը եւ Ռուբիոն, բայց Վենսը շատ ավելի քիչ փորձառու է այդ առումով, եւ միգուցե ինքը, այսինքն ինքը նահանգներից է, կամ ստացեմ Օհայոից է, թե որտեղից է, որտեղ մի քիչ այլ ոճի են մարդիկ եւ այլն։ Ռուբիոն հետո իր կուբայական ծագումը Ռուբիոյի շատ կարևոր է, այսինքն ինքը մի քիչ ավելի պիտի հասկանա որպես նրբերանգներ կարճ ասած, ես ասա լսել եմ Ռուբիոյի ճառը հետաքրքրությամբ լսել եմ, ուղարկել էին մի քիչ շտկելու հարաբերությունները, որտեղ տեսան դե որ եվրոպացիք նեղացել են, վստահաբար հսկայական աշխատանք է տարվել չերևացող, երկու կողմերն էլ, երկու դիվանագետներն էլ պետքարտուղարությունից էլ նստել են, ասեն դե մենք կհամոզենք։ Ի վերջո այդ ելույթը որ ունեն էլ պատրաստել են արդեն կարիերային դիվանագետներ, որոնք շատ բան հասկանում են, հետո ցույց են տվել շատ բաներ։ Գիտեք, օրինակի համար օրինակ ես Կանադայի օրինակը բերեմ, որի տնտեսությունը մեծապես կախված է եւ ներդրումների եւ շուկա Միացյալ Նահանգներից, բայց երբ որ դուք հաշվարկում եք այն վնասները, որը Միացյալ Նահանգները կարող են կրել, ասենք Կանադայի դեմ էս քաղաքականությունից, իսկ կանադացիք դավելուց են տալի։ Գիտեք, խնդիրը հետեւյալ չի, դու քանի տոկոսով ես ներառված այդ շղթայի մեջ։ Դու եթե այդ արտադրական շղթայի մի մաս ես, ապա այդ շղթայի անգամ մի օղակի բացակայությունը բերում է ամբողջ շղթային կտրվելուն։ Իսկ նման տարիքների պարագային արդեն դու դառնում ես ոչ մրցունակ եւ այլն, այսինքն խնդիրներ կա։ Մի քիչ եւ Վենսը եւ Թրամփը մի քիչ ասես պարզամիտ են մոտենում հարցերին, էլի, իսկ քաղաքականությունը բազմաշերտ է, հաստատ բազմաշերտ է եւ նրբությունների խնդիր կա։ Այսինքն 50 առնվազն նրբերանգ ունի, ասում են դիվանագետը կարող է հագնի ցանկացած գույնի կոշիկ, եթե այդ գույնը սևն է։ Հիմա այդ տարբերակն է, կարող ամեն ինչ ցանկացած ձևով լինի, բայց ի վերջո գալիս ես, որ դիվանագիտության մեջ փող շահավետ պիտի լինի, որպեսզի դու կայուն ձեռքբերում ունենաս։ Այո։ Այսքանը երևի թե մենք շարունակենք հետևել աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, սիրելի ռադիոլսողներ, նամանավանդ այն իրադարձություններին, որոնք որ կապված են Հայաստանի Հանրապետության հետ եւ հայ ժողովրդի հետ։ Սա Modus Vivendi-ն էր, Արա Պապյանի հեղինակային հաղորդաշարը, այն ձեզ համար վարեց Դավիթ Խումարյանը երկրորդ խոսափողի մոտ, հաղորդման հեղինակը հեռավար մեզ հետ խոսեց տեսակապի միջոցով։ Այսօր այսքանը, շարունակեք մեզ լսել, կհանդիպենք հաջորդ շաբաթ։